Բոմբայի, Արմենիա բոմբայի է։ Բոմբ է կյանքը Հայաստանում հնդիկ միգրանտների համար։ Բոմբա է, բոմբա։ Մեր երկրում արդեն տնավորված հնդիկները իրենց ընկերներին են գործ գտնում, կանչում։ Ռահուլը լավ տարբերակ է ման գալիս։ Գործ եմ ման գալիս, արտադրությունում կամ քաղաքի մոլերում, սուպերմարկետներում։ Ինձ համար կարևոր չէ ինչ կանեմ։ Ամեն ծանր գործ էլ կարողանում եմ անել։ Ռահուլը գործ կգտնի։ Հայաստանի վարչապետն է այս շաբաթ ասել, թե աշխատատեղի խնդրը վաղուց վերացել է մեր երկրում։ Հակառակ դեպքում Փաշինյանի խոսքով տասնյակ հազարավոր մարդիկ ուրիշ տեղերից չէին գա Հայաստան աշխատելու։ Հայաստանը աշխատատեղ է հնդիկների, բանգլադեշցիների, պակիստանցիների համար։ Այստեղ աշխատած փող է նրանց երկրներում։ Ծայրահեղ հարուստների ու ծայրահեղ աղքատների երկիր Հնդկաստանում շատերն անգամ տուն չունեն։ Գիշերում են բաց երկնքի տակ։ Դեռ կաստաներով ապրող Հնդկաստանի բնակչության գրեթե 20%-ը ծայրահեղ աղքատ է։ Ռոտի եմ սարքում իմ ու ընկերներիս համար։ Ռոտին փոքր լավաշ է։ Ռոտի ու կարի ունենք այսօր ընթրիքի համար։ Կուշտ փորով Հնդկաստանում ամեն օր չէ, որ քնում էին։ 8000 դրամ եմ օրական ստանում։ Ոչ շատ է, ոչ քիչ։ Լավ է։ Փողը ստանում եմ ուղարկում Հնդկաստան։ Իմ ընտանիքը լավ է այնտեղ։ Երևանում մի օրվա եկամուտը վաստակելու համար Հնդկաստանում պետք է մեկ շաբաթ չարչարվեր սանդիփը։ Օրական 8-9-10 հազար դրամը, որ ստանում են հնդիկ տղաները բանվորություն անելով, հերիք է, որ աշխատածի հալալ կես ուղարկեն ընտանիքին, մյուս կեսով այս հյուղակների 30-40 հազար դրամ վարձը տան, սոված չքնեն։ Հնդկաստանում մի ամիս ընտիր ուտել խմելու ապրելու համար 5 հոգանոց ընտանիքին 20,000 ռուփի է պետք, ձեր փողով 90-ից 100,000 դրամ։ Այդ նույն փողով կարող են ընտանիք պահել հայ խոպանչիները, որոնց կառավարությունը մեղադրում է իրենց տներում ռոկոկո սերվիս դնելու համար։ Հայաստանի մարզերում աշխատատեղի խնդիր կա, բարեկեցության միֆը ցրում են տարվա կես արտագաղթող հայերը։ Երևանում մի քիչ բարվոք տուն վարձելու համար աշխատածի կեսը պետք է տան։ Խանութների ցուցափեղկերում գները օրը մեջ բարձրանում են։ Ավելի լավ կյանք չտեսած հնդիկները չեն նեղվում Երևանում խոնավ ու բորբոսած խավարասերներով լցված նկուղներում ապրելուց։ Շատ բնակելի շենքեր ենք տեսնում, որտեղ աշխատում են մերոնք, բանվորություն են անում։ Սուպերմարկետներում աշխատողների մեծ մասը Հնդկաստանից են։ Հայաստանում աշխատածով գուցե դուք չկարողանաք ապրել, թանկ է իրոք։ Աշխատատեղերի բացարձակ ռեկորդ գրանցող Հայաստանում 810,000-ից ավելի գրանցված աշխատատեղ է եղել այս տարի հոկտեմբերին։ Հպարտությամբ հայտարարել է Հայաստանի վարչապետը, անգամ չակնարկելով այդ հաստիկների աշխատավարձը։ Գանե Մովսիսյան, Միլենա Պողոսյան, Նորայր Շարբաթյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։